Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ 27 անդամ պետությունները միակարծիք ընդունել են որոշումը ԻՀՊԿ-ն ներառելու Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Արշավը սկսվել է ի պատասխան Իրանի ներքին բախումների եւ մարդկային իրավունքների խախտումների, իրանական ուժերի կողմից խաղաղ ցույցերի ճնշման ժամանակ։ ԵՄ-ն նաեւ նոր պատժամիջոցներ է կիրառել իրանական 15 բարձրաստիճան պաշտոնյաների եւ 6 կազմակերպությունների դեմ ֆինանսական սառեցումներով եւ երթևեկության արգելքներով։ Ռուսաստանն եւ Ուկրաինան անցկացրել են մարմինների հումանիտար փոխանակման գործընթաց, փոխադարձաբար փոխանցելով զոհված զինծառայողների աճյունները։ Ուկրաինան վերադարձել է շուրջ 1000 մարմին, մինչդեռ Ռուսաստանը ստացել է 38-ը։ Գործընթացը իրականացվել է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում եւ Կարմիր խաչի մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը համաձայնել է մեկ շաբաթով դադարեցնել հրթիռակոծությունները Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դեմ, ծայրահեղ ցուրտ պայմանների պատճառով։ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է այս քայլը, շեշտելով, որ այդ ժամանակահատվածը պետք է օգտագործվի խաղաղության բանակցությունների համար։ Հնդկաստանը ընդունելու է երկրորդ Հնդկաստան-արաբական գագաթնաժողովը, որի նպատակն է խթանել տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական կապերը եւ քաղաքական երկխոսությունները Արաբական Միացյալ Էմիրությունների եւ մյուս Արաբական լիգայի անդամների հետ։ Դիտորդների գնահատմամբ Նյու Դելհիի նախաձեռնությունը նպատակ ունի հավասարակշռել Չինաստանի աճող ազդեցությունը տարածաշրջանում եւ ամրապնդել Հնդկաստանի դերը որպես ռազմավարական գործընկեր արաբական աշխարհում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարությամբ զգուշացրել է Մեծ Բրիտանիային։ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել արևմտյան անվտանգության համակարգի համար։ Թրամփը նշել է, որ Չինաստանի հետ չափազանց սերտ համագործակցությունը կարող է ազդել ԱՄՆ Մեծ Բրիտանիա ռազմավարական հարաբերությունների վրա։ Լոնդոնը իր հերթին հայտարարել է, որ պահպանում է կառուցողական, բայց զգուշավոր մոտեցում Պեկինի հետ հարաբերություններում։ Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ռազմական հաղթանակի համար Ռուսաստանի զինուժի կորուստները պետք է հասնեն ամսական 50,000-ի, գերազանցելու Մոսկվայի կողմից իրականացվող զորքերի եւ տեխնիկայի համալրումները։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան արագացնում է անօդաչու սարքերի արտադրությունն ու կիրառումը, որպես հակակշիռ ռուսական հրթիռային եւ օդային հարվածներին։ Վերջինիս խոսքով, առանց արևմտյան ռազմական աջակցության շարունակական աճի, նման ռազմավարական հավասարակշռությունը պահպանելը չափազանց բարդ կլինի։ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել լրացուցիչ ռազմածովային ուժեր Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ քայլը նպատակ ունի զսպել հնարավոր էսկալացիա եւ պաշտպանել ամերիկյան եւ դաշնակիցների շահերը տարածաշրջանում։ Ռազմական խմբավորումը ներառում է ավիակիրների աջակցությամբ նավեր, որոնք տեղակայվել են Պարսից ծոցի ռազմավարական հատվածներում։ Ճապոնիայում աճում է քաղաքական լարվածությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Վարչապետ Սանաե Տակայիչին, որը հայտնի է Չինաստանի եւ Թայվանի հարցում իր կոշտ ու սկզբունքային դիրքորոշմամբ, ձգտում է ամրապնդել իշխանությունը եւ ընդլայնել իր քաղաքական մանդատը։ Տոկիոյի քաղաքական շրջանակներում կարծում են, որ նրա հնարավոր հաղթանակը կարող է ստիպել Պեկինին վերանայել իր ռազմական եւ դիվանագիտական ճնշման քաղաքականությունը արևելաչինական ծովում։ Այս մոտեցումը լուրջ անհանգստություն է առաջացնում Չինաստանում։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան տեխնիկապես պատրաստ կլինի միանալ Եվրամիությանը մինչև 2027 թվականը։ Նրա խոսքով, ԵՄ անդամակցությունը Ուկրաինայի համար ոչ միայն տնտեսական զարգացման հնարավորություն է, այլև երկարաժամկետ անվտանգության կարևոր երաշխիք ռուսական շարունակվող ճնշումների պայմաններում։ Չնայած որոշ Եվրամիության երկրների, այդ թվում Հունգարիայի զսպող դիրքորոշմանը, Զելենսկին շեշտել է, որ միայն միասնական եվրոպական աջակցությունը կարող է ապահովել Ուկրաինայի պաշտպանությունն ու կայունությունը։ Հունգարիան շարունակում է խոչընդոտել Եվրամիության ֆինանսական աջակցությանը Ուկրաինային, մերժելով Բրյուսելի առաջարկը օգտագործել սառեցված ռուսական ակտիվները եւ հրաժարվելով համատեղ պարտքային մեխանիզմներից։ Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի ցանկանում մասնակցել որոշումներին, որոնք կարող են խորացնել հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Վերլուծաբանների կարծիքով Ուկրաինային աջակցելու հարցը վերածվում է Եվրամիության միասնականության կարևոր փորձության։